Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ ծրագիրը լիարժեք կյանք հասարակական կազմակերպությունն Ալավերդիում արդեն երկրորդ տարին է իրականացնում։ Ալավերդու հետ միասին ծրագրում ընդգրկված են Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի 19 քաղաքային համայնքներ։ Իրականացվում են հանրային քննարկումներ մարդու իրավունքների վերաբերյալ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիան գործում է անվճար խորհրդատվության թե հեռախոսագիծ 081311 հեռախոսահամարով։ Այս 2 տարվա ընթացքում գրեթե 500-ի հասնող հեռախոսազանգեր են ստացվել բոլոր 4 մարզերի 19 քաղաքային համայնքներից։ Լուսինե Սարգսյանն այն կարծիքին է, որ Ալավերդի քաղաքում հաշմանդամություն ունեցող մարդիկ անտեսված են։ Դա է վկայում ամսվա մեջ 2 անգամ կազմակերպվող անվճար իրավախորհրդատվության եկողների մեծ թիվը։ 74-ամյա Վարդի Թերծադինյանը երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ասում է, որ հետզհետե իր հիվանդությունը խորանում է եւ իրեն առողջարանային բուժում է անհրաժեշտ։ Ես 93 թվականից ստեղ չեմ ապրում, աշտարակից իմ ամուսինն աշտարակցյան տեղ ենք ապրել սեղե։ 2 տարի է որ եկել եմ ստեղ, տենում եմ որ ապրելու տեղ չի, անտեսված են։ Ես 91 թվից թոշակառու եմ, հաշմանդամության թոշակառու եմ, դիսպանսեր հիվանդ եմ, ձեռս չի աշխատում, ոտերս ազիվ, մեջքս, տրոմբ ունեմ, ամեն ինչ, ընդամենը ստանում եմ 25,000 դրամ, դրանից ավել ոչ կողմնակի եկամուտ չունեմ։ Կազմակերպության մասին թեժ գծով եմ իմացել, թեժ գծի հեռախոսահամարը իմացա, զանգեցի, ինձ ամեն տարի ֆիզիոթերապևտիկ բուժում է պետք, որովհետև ես դիսպանսեր հիվանդ եմ 91 թվականից։ Գնացի Երևան էլ գնացի պարկեցի իմ հիվանդության մասին։ Ոբշե, այս տարի էլ գնացի էլի ուղեգիր ուզեցի, պոլիկլինիկան տվեց, չմերժեց։ Գնացինք Երևան հերթագրվելու, ասին էլ չկա, անվճար բուժում էլ չկա։ Ու ես դրանից վրդովվեցի։ Ռուզաննա Մաթոսյանն արդեն 13 տարի է ինչ տեսողական խնդիրներ ունի։ Հաշմանդամության կարգ է ստացել 2001 թվականից։ Հիմա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Մի քանի ամիս առաջ է լիարժեք կյանք կազմակերպության գործունեության մասին տեղեկացել։ Ասում է, որ Ալավերդիում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվողներ չկան եւ իրենց մտահոգող շատ խնդիրներ արձագանք չեն գտնում։ Մենք մեր խնդիրները չենք կարողանում ներկայացնենք։ Շատ դժվարությունների, ասենք, չեմ կարողանում գրել, կարդալ, չեմ կարողանում քայլելու, ասենք, տեղաշարժվելու, հատկապես ասենք, ասենց կենտրոնացված միջավայրերում տրանսպորտի բանի հետ կապված խաչմերոգների, ասենք, ուժեղ մեծ շարժերի դեպքում ավելի դժվարության առաջ եմ կանգնում։ Տանեկան նպաստներ, հետո սալյակներ, լսողական ապարատներ, որ ժամանակին տեղ չեն հասնում մարդկանց ու չգիտեն էլ նույնիսկ էլի ինչ ձևով ստանան պետության կողմից տրամադրվող այդ օգնությունները։ Հաջողություններ գրանցել ենք երկու կողմանի լսողության խնդիր ունեցող եղաստացել է, լսողական ապարատը, սալյակ են ստացել, նպաստների գործով մեկ էլ կարամ ասեմ, որ վերականգնվել են մարդկանց նպաստները։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն են գրել դիմումով ու վերականգնվել են։ Այսօր Ալավերդի քաղաքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին նաև լիարժեք կյանք բարեգործական հասարակական կազմակերպության Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ամեն ինչ մեզ համար մեզ հետ ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթը, ուղղված տեղական նախաձեռնությունների խթանմանը։ Ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է։ Այս փոքր դրամաշնորհի շրջանակներում նախատեսում ենք, որ Ալավերդին եւս մասնակցություն կունենա եւ որևէ նախագիծ կներկայացնի, ինչը հնարավորություն կտա թեկուզ մի խումբ քաղաքացիների հաշմանդամություն ունեցող նրանց խնդիրների լուծմանը, նրանց համար որևէ կառույց մատչելի դարձնելուն, դա կլինի դպրոց, դա կլինի հաստատություն, դա կլինի բազմաբնակարան շենք, կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ խմբեր, կարող են դիմել պարզապես քաղաքացիական ակտիվ նախաձեռնող խմբեր, կարող են դիմել հիմնադրամներ եւ հասարակական կազմակերպություններ, փոքր դրամաշնորհները մեր ծրագրի հետագա գործողություններից նաև մեկն է, որով մենք արդեն մեզ համար տեսանելի եւ շոշափելի կլինի, որքան է մեր ծրագրի նպատակին ծառայել։ Լիարժեք կյանք հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանի տեղեկացմամբ ծրագիրը ներկայացվել է 4 մարզերի 19 քաղաքային համայնքներում։ Արդյունքում յուրաքանչյուր համայնքից ֆինանսավորվելու է մեկ ծրագիր։ Մեկ ամիս տևողությամբ ծրագրի դրամաշնորհի չափը 500,000 դրամ է։ Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։